Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտարարում է հոսանքազրկումների դեպքում այսուհետ նաև տեղեկացնելու է, թե կոնկրետ ում պատասխանատվության տիրույթում է եղել խնդիրը, իրենց թե օրինակ պետությանը պատկանող բարձրավոլտ էլեկտրացանցերի։ Մեր ազգաբնակությունը գիտի, սակագինը վճարեց, գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց, մեղավորը հեծը։ Հիմա այդ տարանջատման ժամանակ արդեն պարզ կերև Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ իշխանությունները նրան պատկանող հեծը պետականացնելու մտադրության մասին հայտարարեցին։ Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե պատշաճ չկատարեն իրենց պարտականությունները։ Այն վաղը մեկնարկող խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի։ Ընկերությունը պնդում է, դիմադրելու են։ Այս ամենն ուղեկցվում է ընկերության հասցեին իշխանականների տարաբնույթ մեղադրանքներով։ Նախորդ շաբաթավերջին, երբ ամպրոպի նման պայթեց իրավապահների մայրաթոռ մտնելու նորությունը, դարձյալ հեծի անուններ շրջանառվում։ Հենց նույն ժամերին մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկումներ էին։ Իշխանամերձ շրջանակներից շտապեցին հոսանքի անջատումը ընդդիմության այսպես կոչված հեղաշրջման պլանի հետ կապել, թե ընկերությունը դիտմամբ է այն անջատել։ Իշխանությունների թիրախում հայտնված հեծից պարզաբանեցին հոսանքազրկման պատճառ ամենևին էլ իրենք չէին, վթար էր եղել պետությանը պատկանող բարձրավոլտ էլեկտրացանցերի ենթակայաններից մեկում, եթե պարզ հեծն այս դեպքում ըստ էության միջնորդի կամ վերավաճառողի դեր ունի, ենթակայանից ստացած հոսանքն են այնուհետև բնակարաններ հասցնում։ Հեծի տնօրենի պաշտոնակատարն այսօր ասուլիս էր հրավիրել, նաև այս հարցերը պարզաբանեց։ Այսինքն եթե շահումյան երկու ենթակայանը չի աշխատում, մենք այդտեղից հոսանք չենք կարողանում վերցնել, որի արդյունքում դրանից սնվող բոլոր բաժանմունքները մնում են հոսանքազուրկ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա բարձրավոլտ էլեկտրացանցերը ենթակայանում վթարի մասին պնդումներին ավելի քան 3 օր է չի արձագանքել։ Օրինակ, 1 ամիս առաջ, երբ Երևանում դարձյալ հոսանքազրկումներ էին, ընկերությունը պնդել էր, իրենց ենթակառուցվածքներում վթարներ չեն եղել։ Այս անգամ քարտերություն։ Այս իրադարձություններից 1 օր առաջ էլ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի շուրթերից հեծի հասցեին մեղադրանք հնչեց։ Մոլի բացմանն է մասնակցել, որի ընթացքում հոսանքն անջատվել է։ Պատկերացնում եք, մարդիկ $70 միլիոն ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Ասում ենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե ես ասել, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ մենք բոլոր գծերը անցել ենք։ Հեծի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, նորաբաց մոլի էլեկտրամատակարարումն իրենց տիրույթում չէ։ Շենքը 2 այլ կազմակերպությունների հոսանքի գծերով է սնուցվում։ Որևիցե կապ չունենք, երկու կողմից սնուցում ունի, մեկը Պեկի նախկին պաշտպանության նախարարության շենքից, այո, մեկը Կարիտաս գծից բերել է համաձայնություն տվյալ սեփականատերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ հզորության թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն իրենց ունեցածից այսքան տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայանից, 0 պարտավորություն, 0։ Պետությանը պատկանող բարձրավոլտ էլեկտրացանցերում այս վթարը եզակի չէր։ 2024-ի դեկտեմբերին ընկերությանը պատկանող Զովունի ենթակայանում վթարի հետևանքով ժամեր շարունակ հոսանք չեն ունեցել Քանաքեռավանդ, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր թաղամասեր։ Ըստ կառավարության այդ վթարը գրանցվել էր 17:55-ին, սակայն այդ մասին հայտարարությունն արվել էր ավելի քան 3 ժամ անց։ Նախարարության այդ հրապարակման տակ քաղաքացիների խիստ դժգոհ մեկնաբանություններն են։ Առավոտյան ժամը 8-ն է, մինչև հիմա Զովունի 4-րդ փողոցում էլ հոսանք չկա։ Ինչպես կբացատրեք այս փաստը, 15 ժամ է հոսանք չունենք։ Եթե պետությանը պատկանող ընկերությունում վթարը վերացնելու համար այսքան ժամանակ է պահանջվում, ինչ կլինի, եթե ի վերջո նաև հեծը, այսինքն հոսանքի բաշխիչ ցանցն էլ անցնի պետության կառավարմանը։ Հնարավոր վթարների դեպքում կստացվի խնդիրներն արագ լուծել, թե ուղիղ հակառակ պատկերը կլինի։ Ընկերության պետականացման մասին հայտարարություններ անող պաշտոնյաները տեխնիկական հարցերի մասին առայժմ կչախոսեն։ Հիմա եկեք համեմատենք պետական յուրաքանչյուր ոլորտի հետ հեծի աշխատանք։ Տանք մի հատ անկախ աուդիտորական կազմակերպության թող աուդիտ անի, թող համեմատական տանի։ Մինչ Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխանական շրջանակները շատ ավելի կառուցողական էին արտահայտվում Հայաստանի էլեկտրական ցանցերի վերաբերյալ։ Շաբաթներ առաջ, օրինակ, Երևանի քաղաքապետարանն էր ազդարարում հեծի ծրագրերը։ 111 փողոցում հեծը իրականացնելու է ցանցի արդիականացման աշխատանքներ եւ վերջնարդյունքում առնվազն փոքր կենտրոնի
մասով դա բերելու է մի իրավիճակի, որ առհասարակ փոքր կենտրոնում անջատումներ տեղի չեն ունենալու։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հեծի գործունեության իր վերջին 2023-ի զեկույցում դրական էր գնահատել հոսանքի անջատումների կրճատման ուղղությամբ ընկերության քայլերը։ 2024 թվականի զեկույցը դեռ հասանելի չէ։